Ես բայց էլի բան ասեմ, էլի, քանի որ ոնց հասկանում եմ, եթե տեխնիկական հնարավորությունները ներում են պետք է այս դահլիճը նկարել, որովհետև այստեղ սիրելի հայրենակիցներ երկու լրագրողաներ կա, Civic AM-ի ներկայացուցիչ եւ հանրային ռադիոյի ներկայացուցիչ, եթե ճիշտ եմ։ Եվ չկա որևէ ընդդիմադիր լրատվամիջոց այստեղ, որ գա եւ մեզ հարցեր տա, Տիկին Ղազարյան, որ Այս ոնց կեղծեցիք ընտրությունները, այս ինչ վարչական ռեսուրսեր, որ կիրառվել էր եւ այդպես շարունակ, բայց դե օրինակ Սամվել Կարապետյանին էլ այդ նույն ընդդիմադիր լրագրողները գնում են եւ խելոք դեմքով նստում են, խոնար դեմքով նստում են եւ չեն հարցնում։ Գիտեք ինչ կա, ողջ քարոզարշավի ընթացքում ուրեմն ներողություն վայնասուն էիք դրել 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ այլնի, ահա հեսա Հայաստանի Հանրապետությունը կործանվում է, քաղաքացիական պայմանագիրը հենց ընտրվեց, հաջորդ օրը Հայաստանի Հանրապետություն չի լինելու եւ այլն, արևը այլևս չի դուրս գալու կամ դուրս է գալու եւ այլևս մայր չի մտնելու։ Ուր են այդ հարցերը։ Ուր են այդ հարցերն ընդհանրապես եւ ուր են 300,000 ադրբեջանցիները։ Ուր է Նարեկ Կարապետյանը, որ ինչ բան լրատվամիջոց կար իրանց ձեռքի տակ եղած, ամեն օր գուժում էին եւ մարդկանց ահաբեկում էին այդ լուրերով։ Չեն ուզում այդ խմբագիրները Սամվել Կարապետյանին հարց տան։ Ուր են ձեր ասած 300,000 ադրբեջանցիները, որ պետքա ԿՊ-ի ընտրվելու դեպքում գային Հայաստան։ Ուր են այդ մարդիկ։ Կամ բազմաթիվ այլ հարցեր, որոնք հնչել են։ Ինչ որ տնտեսական ծրագրերից էին խոսում, մեկը կար այնտեղ ճգնամաժից էր խոսում ինչ որ երրագլուխներից մեկը Վանդակի Սիրահարը։ Ուր են դրանք ընդհանրապես։ Եվ հիմա էլ այդ լրագրողները ստեղ էլ չկան։ Այդ 5 խմբագիրների ներկայացուցիչները թող գան հենց նստեն այս բրիֆինգներին եւ այդ հարցադրումները ստեղ տան, ոչ թե գնան փակ սենյակներում 30 ժամ մոնտաժված ինչ որ նյութեր հրապարակեն եւ հրամցնեն մեր հանրությանը։ Ում տեղն են դրել մեր ժողովրդին, ես չեմ հասկանում։ Մեր ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է եւ իրանց պատասխանը տվել է եւ մենք էլ մեր ժողովրդի ստացած մանդատով, ինչպես Տիկին Ղազարյանը ասաց, մեր ժողովուրդը տեր է կանգնել խաղաղությանը եւ մենք էլ մեր ժողովրդի տված մանդատով ուրեմն շարժվելու ենք առաջ, սպասարկելու ենք Հայաստանի Հանրապետության օրակարգերը եւ ուրեմն օրենքի ողջ խստությամբ պատժելու ենք պատերազմի երրագլուխ կուսակցությանը իր պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ովքեր փորձում էին ուրեմն դիվերսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ ու հələ մի հատ էլ լեզուները պտտվում է, շարունակում են ինչ որ խոսույթներ գեներացնել, ելի ինչ որ պայքարների եւ այլնի մասին։ Եվ վարչապետն էլ շատ լավ ասաց, եթե խնդիր են տեսնում, թող դուրս գան փողոց, հələ տեսնենք այդ ովքերով են դուրս գալու փողոց եւ ովքեր են որ կանգնելու են Հայաստանի Հանրապետության ուրեմն դեմ դիվերսիա իրականացնելու օրակարգի կողքին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար